Լիաննա ջան, այդքան երկրներում ես եղել, շատ ես ճամփորդում, որ երկրում կուզենայիր ապրել։ Բարև բարեկամներ, ո՞նց եք։ Ողջունում եմ նաև այն մարդկանց, ովքեր նոր են միացել ալիքին։ Շատ շնորհակալ եմ միանալու համար եւ շնորհակալ եմ նման հարցերի համար։ Հատկապես նմանատիպ հարցերից ավելի ոնց որ թե ինչքան եք ինձ վստահում այս հարցում, հատկապես շատ եք հարցնում այս հարցը։ Սենց տեսանյութով կպատասխանեմ, որովհետև ինքը բավականին ծավալուն հարց է։ Իսկապես շատ երկրներում եմ եղել, տարբեր տեղեր ապրել ենք, գիտեք, միասին ենք, տեղեր կան, որ միասին ենք ապրել, ես վլոգներ ավելի ուշ եմ սկսել նկարել, մենք ավելի, ոնց որ ամուսնուս հետ ավելի շատ ենք ճամփորդել, տարբեր երկրներում ապրելու փորձ ունենք, ու հենց դա էլ պատճառ հանդիսացավ, որ վլոգները նկարեմ։ Ընկերներ ջան, այս հարցի համար ասեմ, որ երկիր մոլորակի վրա երևի թե չկա ավելի անուշ, ավելի սիրուն, ավելի պայծառ տեղ, ամեն դեպքում ես ինքս չեմ գտել, քան մեր հայրենիքն է։ Այն որ ասում են մի հատ խոսք կա, ռուսներն են ասում են «Хорошо там, где нас нету», լավ է այնտեղ, որտեղ լավ է հնչում այնտեղից, որտեղ որ մենք չկանք, մենք դեռ չենք եղել այդտեղ, բայց երբ որ հասնում ես այդ տեղը, այդ կետը, հասկանում ես, որ այդտեղ էլ ինչ-որ ուրիշ խնդիրներ կան, որ մեկ ուրիշ երկրում չկա, քո հայրենիքում չկա։ Հայերս շատ հպարտ ազգ ենք, դեռ հին պատմությունից եկող, գիտենք, որ հայերս հպարտ ենք, հայերը երբեք չեն խոսի կամ քիչ կխոսեն իրենց անցած դժվարությունների մասին, ավելի շատ կխոսեն իրենց հաջողությունների մասին, ցույց կտան իրենց ձեռքբերումները, դա շատ լավ է, ու նաև մոտիվացնող է։ Ու մեզ թվում է թե հեռվում մի անգամից այս մարդը գնաց ու այնքան բաների հասավ, որ ես չեմ հասել, ասենք չեմ հասնի իմ երկրում, հեռվից եմ, որ իսկապես ամեն ինչ քաղցր է հնչում։ Երևի թե մի քանի երկիր նշելով, որը հիմա որ մտքովս կանցնի, լավ ու վատ կողմերը, այդպես հերթով կհասնեմ մինչև մեր Հայաստանի, հայրենիքի լավ ու վատ կողմերը։ Եվ ես սկսեմ Բելգիայից, Բելգիան գիտեք մեր հիմնական բնակության հասցեն է, որտեղ որ հիմնական ենք բնակվում, որտեղ էլ որ գնանք կամ կարճաժամկետ ենք ճամփորդում կամ աշխատանքի բերումով երկարաժամկետ ենք ճամփորդում, բայց հետագայում վերադառնում ենք Բելգիա։ Բելգիան շատ եմ սիրում, ինձ համար դարձել է հայրենիք, բայց Բելգիայում ես էլի ինձ այնպես չեմ զգում, ինչպես որ Հայաստանում եմ զգում։ Բելգիայում բացասական կողմը ամենաառաջինը դա եղանակն է, արևի բացակայությունն է, անձրևները շատ են, դա ինձ, մենակ ինձ չէ, ջեսն էլ արև սիրող է, մեզ մի քիչ նեղություն է տալիս, եթե երկար ենք մնում, մի տեսակ դեպրեսիա ենք զգում այդ առումով, ուզում ենք անպայման դուրս գանք, երկիրը ինչ-որ թեկուզ կարճատև ճամփորդություն ենք կազմակերպում, շոկ, արևոտ ինչ-որ տեղ, որ այդ արևից այդ էներգիան ստանանք, հետո հետ վերադառնանք։ Երևի թե դա բացասական կողմերից է։ Բելգիայում շատ լավ է բժշկությունը, գիտեք, շատ լավ ասելով, որ հիմա չեմ ասի անվճար բժշկությունը, որովհետև ընդհանրապես Եվրոպայում անվճար ոչինչ չկա։ Եթե ասում են անվճար, դա անվճար չի, որովհետև ամեն ամիս դու ապահովագրությանը գումար ես վճարում ու կախված քո աշխատավարձից։ Եթե աշխատավարձդ բարձր է լինում, ընտանիքի անդամների ընդհանուր գումարն է հաշվում, ավելի շատ ես վճարում ապահովագրությունը բժշկական։ Եթե մի քիչ է, մի խոսքով, ըստ չափերի քո ունեցած եկամտի վճարում ես բժշկական ապահովագրություն։ Սա չի լինում, որ դա անվճար է։ Անվճար է նամանավը, եթե դու նաև գնում ենք, տեսնում եք այնտեղ ամեն
գնալուց որոշակի էլի գումար կա, փոքրիկ գումարներ են, բայց դու բժշկի այցելելու ժամանակ պետքա վճարես։ Հետո մեծ հերթերը օրինակ, եթե ուզում ես գնաս ինչ-որ միշտ ու գումանցքնես, ամեն դեպքում վճարումները անում ես դու, բայց մի բժշկի, մի մասնագետի հանդիպելու համար դու սպասում ես ամիսներով, մինիմումը 2 ամիս, դա մինիմումը լավագույն դեպքում, որ 2 ամսում տեղ կգտնվի, 2-3 ամիս տևում է, որպեսզի դու գնաս հանդիպես բժշկի հետ, դա լավագույն դեպքում է, ու այդ առումով բնականաբար հեչ լավ չի։ Կան իհարկե մասնավոր բժիշկներ, նույն բժիշկները, ովքեր որ հիվանդանոցում աշխատում են, ունեն շատերը աշխատում են նաև մասնավոր, ունեն փոքրիկ կլինիկա, հիմնական կլինիկան կպած է լինում իրանց տանը, ինչ-որ տան մի հատվածում, որտեղ դու բնականաբար արդեն առանձին վճարում ես, իսկ դա բավականին կլորիկ գումար է այցի համար, կվճարես ու որպեսզի հերթ չսպասես այդպես։ Դա ձեռնտուչի գրեթե ոչ ոք չի օգտվում, շատ քչերն են, կամ ծայրահեղ ծանր պետքա քեզ շտապ, իսկապես քեզ բժշկ պետք, որ չնայես այդ գումարին ու տանես վճարես։ Այսինքն մի կողմից լավ է, կան որոշ դեղամիջոցներ, որոնք անվճար են, էլի անվճար չեն, էլի այդ քո փաթեթի մեջ է մտնում, բայց կոնկրետ երբ որ հիվանդություն ես ունենում, դու ինչ-որ տեղ գիտես, որ այդ ընթացքում դու տարիների ընթացքում գումարը վճարում ես, կուտակում ես ու այդ նեղը ընկած ժամանակ, այսպես ասած, դու մեծ գումար չես տալիս քո գրպանից, որովհետև գուցե եւ չունենաս։ Հայաստանում մենք չունենք այդ հնարավորությունը, այսինքն չգիտեմ ինչի բժշկական ապահովագրությունը այդպես պարտադիր առայժմ չի մտցվում, ինձ թվում է շատ կարևոր կլինի։ Պատկերացրեք, ամեն ամիս, եթե դուք մի հատ բանկա ունենաք, այդ բանկայի մեջ որոշակի գումար հավաքեք, Հայաստանում ցանկացած պահի դու կարաս գնաս լավագույն բժշկ։ Հայաստանում եւս մենք հիանալի բժիշկներ ունենք, բայց իհարկե բժիշկներին, լավ բժիշկներին տեսնելու համար պետք է բնականաբար պատրաստ լինես նաև վճարել։ Վճարով են մեր ծառայությունները, այնտեղ եթե վիրահատություններ կան, մի խոսքով մեծ հիվանդություններ կան, ինչ էլ որ լինում, ինչևէ մեծ գումարներ է հարկավոր ու այդ գումարները բարձի տակ դրած չեն, որպեսզի մի անգամից տանես 10 ու կյանքդ փրկես։ Դա է մեծ խնդիր հանդիսանում, դեղերն են գումար կազմում, բայց այնպես չի, որ դեղերը չկան, գրեթե բոլոր դեղերը կա, ամեն ինչ հնարավոր է գտնել, ուղղակի գումար է հարկավոր։ Դե գումարի համար, ասում եմ, կամ պետքա առանձին 18 տարեկանից սկսած, երբ որ լրացնումա 18 տարեկանդ երևի, պետքա մի կլոր ինչ-որ ամեն ամիս գումար գցես, ինքդ ապահովագրությունը անես, այսպես ասած, մի կողմ դնես ինչ-որ գումար, որ Աստվածյանի այն օրը, որ կա քեզ գումար անհրաժեշտ լինի բժշկության համար, դու կարողանաս վճարես։ Ալեքսիս եկավ, հեսա կշարունակի։ Ժամանակը ուզում եմ գնա իր ասում եմ տեսնեմ ընկերս որտեղ է ապրում, հաջորդ կանգառը Իրանն է, ասում եմ որ արձակուրդներին միասին խաղանք։ Դե արի։ Իրանք ոնց է որ գրել չգիտեին։ Հիմա կարդալ չեն իմանում։ Հիմա իրանց համար հոլիդեյ չկա։ No holiday. No holiday. They have no holiday, հա։ Հոլիդեյ չկա, այսինքն արձակուրդ չունեն իրանք։ Բա ինչ են անել, պիտի գնան դպրոց էլի, հա։ Նակենք համեմատությունը Բելգիայի հետ, Բելգիայում աշխատավարձն է բարձր։ Բելգիայում համեմատած Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, եվրոպական շատ երկրների աշխատավարձը բարձր է։ Չնայած հարկերը մի քիչ ավելի բարձր է, բնականաբար աշխատավարձը շատ է, հարկն է բարձր, բայց Ֆրանսիայում օրինակ շատ ավելի ցածր է աշխատավարձը, քան
Բելգիայում ու Ֆրանսիայից օրինակ գալիս են Բելգիա աշխատելու, Իտալիա, Իսպանիա, շատերն են գալիս եվրոպական երկրներից Բելգիայում աշխատելու համար։ Դա Բելգիայի ոնց որ լավ կողմն է։ Չեմ կարող համեմատել ոնց որ միանգամից եվրոպական բոլոր երկրները, հա, տարբեր երկրներ տարբեր են եվրոպական։ Հոլանդիայում մի քիչ եղանակը ավելի լավ է, մի քիչ համեմատած, անձրևները ավելի քիչ են, քան Բելգիայում։ Այնտեղ մարդկանց մտածելակերպը մի քիչ ավելի ազատ մտածելակերպ ունել։ Բելգիայում մի քիչ ավելի հոլանդական կողմը, որը որ սահմանակից է Հոլանդիային, այդտեղ էլ մարդկանց մտածելակերպը մի քիչ ավելի ազատ է, մեր մոտ մի քիչ ավելի կոնսերվատիվ, մի քիչ համեմատած։ Գերմանիա, Ավստրիա, այս երկրներում ընդհանրապես Եվրոպայում համեմատած Ամերիկայի, եթե Ամերիկայի հետ համեմատենք, Ամերիկայում ծնված երեխեն ամերիկացի է։ Այս վերջին բաները որ հանենք, վերջին նորությունները որ հանենք, բայց ամեն դեպքում մարդիկ երբևէ չեն քեզ ընդունում են որպես ամերիկացի, այնտեղ երկրորդ generation-ը, մանավանդ երրորդ generation-ը ոչ մեկ քեզ հարց չի տա դու որտեղից ես։ Եվրոպայում այդ ամեն ինչը, այս օտարերկրացիներ որ գան ընդհանուր ոնց որ տարբեր երկրներ հետաքրքիր կլինի այս 90-ականներից հետո որ մեծ ներգաղթ ունեն, ներգաղթ կազմակերպեցին, հիմնականում Ամերիկայից էլ ոնց որ օրինակ վերցնել է, որ գան համ բալես, հա, դե կանգնի, ապրես, հա, ոչինչ, դե լավ, ոչինչ, հա, ինչ է ասում, էմիգրացիայի հետ կապված, Եվրոպայում երբեք դու չես դառնում եվրոպացի, նույնիսկ երկրորդ, երրորդ generation-ը հարցադրում ստանում է բնիկների կողմից, where are you from, արմատներդ որտեղացի են, օրինակ նույնիսկ շատերը կան, որ իտալացիների պապիկները, ովքեր որ եկել են հանքերում Բելգիայի աշխատելու, իրանք միևնույնն է իտալացիներ են համարվում, նույնիսկ Եվրոպայա, բայց այդ բանը եվրոպացիների մոտ կա, ամերիկացիների մոտ չկա, ամերիկայում ոնց որ ամերիկացի են համարում, Ամերիկայում ես արդեն ամերիկացի ես, շատ չեն էլի, որ արմատներդ որտեղից են, այստեղ կա այդ բանը, Եվրոպայում դա կա։ Եվրոպայից տեղափոխվենք, կոնկրետ Եվրոպայում մենք մտածում ենք մի ընթացք Պորտուգալիայում ապրենք, Պորտուգալիայի արևն է մեզ դուր գալիս, ցածր գներն են մեզ դուր գալիս ու համեղ են ուտելիքները Պորտուգալիայում, հետաքրքիր բաղադրատոմսեր ունեն, բայց չգիտեմ, մեզ չգտանք այնտեղ, գնացել էինք, երկար ժամանակ բնացինք, նայեցինք, ուսումնասիրեցինք, հասկացանք, որ չէ։ Անցած տարի միտք կար նաև Իտալիայի կղզիներից Սիցիլիան ու նմանատիպ հատվածները, բայց մենք հասկացանք, որ այդտեղ էլ չենք կարող, էլի արևը շատ լավ է, ցածր գները շատ լավ են, բայց չենք կարող այդտեղ ապրել, մարդկանց մենտալիտետը մի քիչ ուրիշ է, իրանք այդ մեքենաները արագ են վարում, մի խոսքով չհարմարվեցինք մենք, այդ հատվածում էլ չհարմարվեցինք, զգացինք, որ մենք այդտեղ մեզ չենք գտնում, մեզ չենք տեսնում։ Երկար ժամանակ, երկար տարիներ ապրել ենք էմբիրություններում ապրելը շատ ռոսկշա, շատ գումար պետք է ունենաս, որպեսզի կարողանաս լավ ապրել այնտեղ, սկսված ծախսերից, բժշկական ծախսերը, դպրոցը եւ այլն, աշխատավարձ ինչքան ստանում ես, բարձր աշխատավարձ ստանում ես, բարձր էլ վճարում ես, իհարկե հաճելի է, այնտեղ ապրելը շատ լավ է, բայց այնտեղ դու քեզ հիմնովին չես զգում, այնտեղ դու չունես թոշակ, ստանալու իրավունք, այսինքն պետք է ինչքան աշխատես, ամեն դեպքում դա էլ քո երկիրը չի, տուն գնելու առումով այդտեղ մի քիչ
մենք ռիսկ չենք անի այդտեղ տուն գնել, որովհետև դու հողի իրավունք չունես, դու առնում ես շենքը, իսկ թե ընդհանրապես քաղաքականությունը ինչ որ մի ընթացքում որտեղ ոնց կգնա դու երբևէ չես իմանում ու չգիտեմ, մենք ամեն դեպքում ռիսկի չենք գնացել, տուն չենք առել, չնայած դեռ նույնականներից կան շատ մարդիկ, որ տուն գնել են այնտեղ։ Բարձով են տալիս, չգիտեմ, ամեն դեպքում մեր համար չէր դա ու կյանքը թանկ էր։ Հետո մնացած երկրները որտեղից խոսեմ։ Իջել եմ քիչ փակում խաղում է։ Ես էլ այստեղից հետևում եմ Ալեքսին։ Համ էլ հեսա ձեր հարցերին համ կհետևեմ, համ էլ կշարունակեմ վլոգս, միտքս կիսատ էր մնացել, հեսա շարունակենք։ Շատ չի մտնել, եկեք ես իմ տեսանյութը շարունակեմ, չի կարողամ նկարել, որովհետև վերանորոգման աշխատանքներն էին ու իմ ձայնը բացարձակ չէր լսվի։ Հիմա ինչ վերաբերում է Հնդկաստանին, արդյոք կմնանք Հնդկաստանում թե ոչ, ամեն դեպքում Հնդկաստանում ապրելը բավականին շատ նախապայմաններ է հարկավոր։ Դեպքում օտարերկրացիների համար Հնդկաստանում ապրելը բավականին մեծ challenge է, դժվարություն է, հաղթահարել է հարկավոր, ոչ միայն հարմարվել կյանքին եւ այլն, այլ նաեւ ամենահասարակ բաների համար հեշտ չի, օրինակ գիտեք, ինտերնետ մենք այդպես էլ չունեցանք, որովհետև պետքա հնդկական ID ունենաս, քարտերը ունենաս իրանցից, որ սովորական ինտերնետ ունենաս, շատ բաներ կա, այստեղ տուն չես կարող էլի գնել, պետք է անպայման հնդիկ լինես ազգությամբ, որ կարողանաս տուն գնես, ազգությամբ հնդիկ լինես կամ հնդիկ արմատներով հնդիկ լինես, որ կարողանաս տուն գնես, էլի շատ բաներ կա, բիզնես այստեղ չես կարող դնել, եթե դու ազգությամբ էլի հնդիկ չես, պետքա բիզնեսի հետ մասնաբաժին լինի ազգությամբ հնդիկ, որ կարողանաս նոր բիզնես դնել, բիզնեսի համար տարածք կարող ես գնել, բայց դա բիզնեսի տարածք է լինում, էլի ոնց որ էլի քոնը չի, կարող ես գնել, բայց եթե քեզ հնարավորություն ընձեռվի, որ դու բիզնես դնես այստեղ, այդպես ինչ-որ համատեղության կարգով, հա, ազգությամբ հնդիկի հետ, այդ ժամանակ կարող ես ձեռք բերել տարածք բիզնեսի համար, մի խոսքով հասկացաք, ամեն դեպքում ոնց որ թե այդքան էլ հեշտ չի, այստեղ շատ է ինձ դուր գալիս, կոնկրետ այս հատվածում, հա, ուրիշ տեղեր գուցե խոնավությունը շատ է, շատ շոկ է եւ այլն, ամեն դեպքում մեր եկած ժամանակվանից մայիս ամսից այստեղ ենք, եղանակը լավն է, վատը չի, միշտ կարճաթևերով ենք, շատ շոկ չի արել, առայժմ շատ ցուրտ էլ չի արել ու ինչպես ասում են, ոնց որ թե այստեղ միշտ նմանատիպ է եղանակը, մի քիչ ասում են սրանց էլ է ցրտելու, բայց հիմնականում սենց է եղանակը, մյուս շրջաններում, մյուս նահանգներում ասում են շատ տոթ է լինում, շատ շոկ է լինում եւ այլն, առայժմ ոչ մի նման բան մենք չենք նկատել ու երևի թե այս արևը հաճելի է, միակ բանը, որ այստեղ ինձ շատ դուր է գալիս, դա է։ Ուրիշ էլ ինչ երկիր, եթե ինչ-որ երկիր կա, որ մենք եղել ենք հիմա իմ մտքով չի անցնում, որ դրա հետ համեմատեմ, կարող եք գրել, էլի մեկնաբանություններում կպատասխանեմ, Իտալիան ասել եմ, դե Իտալիան շատ աշխուժ երկիր է, իտալացիները ընդհանրապես հայերին շատ նման են, երևի թե հայերի համար հեշտ է հարմարվելը, ջեսի համար մի քիչ դժվար է Իտալիայում հարմարվելը, որովհետև այդ աշխուժությունը, բարձր խոսելը, աժուտաժը եւ այլն իր համար մի քիչ բան է, այդ հայկական էներգիան ես զգում եմ։ Գուցե այնտեղ հեշտ է հարմարվելը, բայց այնտեղ ջեսի համար է դժվար, ինքը այդ բարձր խոսելը, այդ բանը մի քիչ դժվարացնում է իրան, դրա համար Իտալիայում էլ երևի թե չենք ապրի։ Իսկ ինչով է Հայաստանը լավ, Հայաստանի միակ վատ կողմը արդեն ասեցի, դա բժշկությունն է ու դեղորայքը, հա, որ թանկ են, չեմ ասում չկա, կա, ուղղակի թանկ է, բժիշկներն էլ, աշխարհի որ ծայրում լինես, որտեղ որ լինես, կան եւ լավ բժիշկներ, կան եւ ոչ այնքան լավ բժիշկներ, ոչ այդքան դրա համար
ճիշտը, որտեղ էլ որ լինես Եվրոպայում թե որտեղ, եթե հարկավոր է կրկնակի ստուգում անցնելը, դա ամենա ճիշտ տարբերակն է։ Ես ինքս Բելգիայում ունեմ շատ լավ բելգիացի բժիշկներ եմ ճանաչում, ում հետ զրուցելիս միակ բանը, որ իրենք ասում են, կրկնակի զննությունը ամենալավն է տարբեր մասնագետների մոտ։ Եթե ինչ-որ մի հարցի շուրջ մի քիչ կասկածներ ունեք, մի քիչ այնչի ու դժվարային է, որ եթե մի բժշկի մոտ գնում ես ու Բելգիայում ինչը դժվար կարա լինի, որ հերթից սպասում ես, որ գնաս, մեկ ուրիշ բժշկի մոտ էլ, որ ուզում ես երկրորդ կարծիք ունենաս, իմանաս, պետք է էլի 2-3 ամիս սպասես, այդ սպասելու պրոցեսն է երկար։ Հայաստանում դա հեշտ է, Հայաստանում էլ փող է պետք, այսինքն մի բժշկի մոտ գնում ես, վճարում ես, հետո երկրորդ բժշկի միշտ ցանկացած դեպքում, եթե ինչ-որ բժշկական ինչ-որ հիվանդության հետ կապված, ինչ-որ առողջության հետ կապված ինչ-որ հարց կա, կոնկրետ մենք այդպես ենք կարծում, որ բժիշկներն էլ մարդիկ են ու ցանկացած երկրորդ կարծիքը, եթե կարելի է նաև երրորդ կարծիքը, շատ կարևոր է։ Եթե հարցը առողջության մի բան է, որ հարցը մարդու առողջությանն է վերաբերվում ու մի բժշկի, եթե այնտեղ, չգիտեմ, ինչ-որ խոշոր վիրահատություն պետք է լինի, ինչ-որ մի բան պետք է լինի, ինձ թվում է երկրորդ, երրորդ կարծիքները ցանկացած երկրում է որ լինեք, հարկավոր է անել։ Իմ համար Հայաստանում միակ այդ ֆինանսի բացակայությունը քիչն է ու դա է, որ ինձ համար ասենք կուզենայի դա փոխվեր։ Մնացած առումներով, եթե դու մի քիչ նեղված ես ինչ-որ առումով, չէ, Հայաստանում շատ օդում ոնց որ սավառնեն լավ էմոցիաները։ Դա գալիս է մարդկանցից, այն երիտասարդությունը չունեն հոգսերը, իրանք դուրս են գալիս, ամեն մեկը իր այդ օրը, չգիտեմ, մեկը նոր հագուստ է գնել են, մյուսը բարձր տրամադրություն ունի, որովհետև, չգիտեմ, ինչ-որ մի առիթով մեկը մազերն ա կտրել, մեկը մազերը ֆենել ա դուրս են գալիս, զուտ զբոսնելու, Երևան քաղաքը, ընդհանրապես ամբողջ Գյումրին կլինի, Վանաձորը կլինի, այդ որ դուրս ես գալի, այդ երիտասարդությունը դրսում ինքը ոնց որ Երբևէ այդ նույն էմոցիաները չես զգում, օրինակ Բելգիայում ենթադրենք, դուրս ես եկել դուրս, մարդիկ էլ չկան, որ հետները, չգիտեմ, թեկուզ նայես, այդ քիչ են մարդիկ, եթե դրսում են լինում, ամեն մեկ ինչ-որ միտեղ շտապում է, մեկը շտապում է տուն, հեռավորությունները աշխատանքի վայրից մինչև իրենց տուն կարա դժվար լինի, այդ օրը վատ օր ունեցած լինի, երկար ճանապարհները, մի խոսքով մարդկանց մտքերը ուրիշ բաներով է զբաղված։ Հայաստանում մարդկանց միտքը այդ երեկոյան ժամերին բոլորին ինչ-որ ժամանակ են անցկացնում ուղղակի, կաֆեների կողքով անցնում ես մարդկանց այդ զրույցները, չգիտեմ, դա ուրիշ էմոցիա է։ Դա ոչ միայն իմ քաղաքն է, իմ երկիրն է, դրա համար եմ ես ասում։ Ես միշտ ասում եմ, ես օրինակ Հայաստանում շատ լավ կապրեմ ասում եմ։ Այդ ինքը այդ վայբը զգում է, ոչ միայն ջեսը, այլ իր ընկերներից էլ, ովքեր որ Հայաստան եկել են, ճամփորդել են, միշտ Պատրիկներ օրինակ, ասում եմ Հայաստանը ուրիշ վայբ է, Հայաստան միշտ հարցնում է, էլի ասում է, այ այնտեղ կուզենայի գնայի, մեր ընկերներից է, ինքը Աբու Դաբի էլ է եկել մեր մոտ, չգիտեմ նկարել եմ թե չեմ նկարել, բայց ինքն էլ շատ է սիրել Երևանը, եթե չեմ սխալվում, մեկ ամսով եկել էր կամ 2 շաբաթով, հիմա չեմ հիշում, այդ շատ մի 10 տարի առաջ, բայց ամեն անգամ ասում եմ ես մեծ հաճույքով նորից հետ կգնամ ու հարցնում ասենք միշտ մենք երբ ենք այնտեղ լինելու, որ այդպես կազմակերպենք միասին այնտեղ գնանք, ինչևէ ու շատ ընկերներ ունենք, Բելգիայից էլի ընկեր ունենք, որ եկել էր մեզ այցելել էր, անհնար է մեկը այցելի Հայաստան ու հետո չուզենա նորից հետ գա, այնտեղի վայբը ուրիշ է, այնտեղի այդ մարդկանց բարձր տրամադրությունը փոխանցվում է, ոչ մի երկրում ես
քիչ երկրներ կարա, ասում եմ Իտալիայում էլ կարաս այդ vibe-ը զգում ես մարդկանցից, այդ ուղղակի որ հագնվում են, սիրուն մազերները ֆերում են, դուրս են գալիս, ուղղակի ոչ մի բան չանել, ուղղակի զբոսնելու, այդ իրանց բարձր լավ տրամադրությունը պահի տակ դու էլ ես ստանում, երևի թե Իտալիան ա եղել, Իսպանիայում էլ կա ինչ-որ չափով էլի այդպես vibe զգում եմ, Իտալիայինը ավելի ուժեղ ա, բայց Հայաստանը ուրիշ ա, Հայաստանը որ ասում ա լրիվ ջիգեր ա, տենց ընկերներ ջան, այսել այսքանը, թե որտեղ կուզենայի ես ապրել այսքան ճամփորդելուց հետո, երևի թե Հայաստանը, գուցե մի օր մենք եւ վերադառնանք, լավ արևը ունենք, 4 տարվա 4 եղանակները ունենք, ձմեռն մի քիչ ցուրտ անում մեզ համար ու մեկ էլ չոր անում, ես արդեն սովորել եմ Բելգիայի խոնավ եղանակին, այդ մի քիչ թաց եղանակին Հայաստանի ձմռանը մի քիչ ես խեղդվում եմ այս կոկորդի հատվածում, քթի շրջանում, քիչ կոկորտ հատվածում մոտ զգայուն է, բայց մեր ամառը աշունը գարունը ոչ մի երկրի հետ չեմ համեմատի բնականաբար, ինչի՞ չէ մի օր էլ հենց հնարավոր է եւ վերջնական մեր ոնց որ ուղղությունը բռնենք Հայաստան ու այնտեղ էլ ապրենք, ով գիտի, ամեն ինչ էլ հնարավոր է, անոր ասում եմ երբեք մի ասա երբեք, այս բան չնայած դե գիտեք Բելգիան է, բայց դե հետական ցույց կտա ամեն ինչ ժողովուրդ, ինձ թվում է ձեր հարցերին պատասխանեցի, եթե էլի հարցեր ունեք ինչ-որ երկրի վերաբերյալ կամ ինչ-որ մեկ ուրիշ հարցի շուրջ, որ ես այս պահին չմետաբերեցի ու ձեզ ասեմ, ձեզ հետ կիսվեմ, կարող եք գրել, մեծ սիրով կպատասխանեմ, լավ մնացեք, ցտեսություն